Mamma mia, delicioso, սիրելիներս։ Եթե ձեզ դուր եկավ այս ուտեստը, ուրեմն գնացինք միասին պատրաստելու։ Դե գնացինք։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստել իտալական ուտեստ։ Անունը Pollo con panna e funghi։ Սիրելիներս, այդպես է կոչվում այսօրվա մեր ուտեստը։ Պետք է պատրաստեմ պաստայով, սիրելիներս, ամբողջահատիկի պաստա է սա։ Հիմա ջուրը եռացրել եմ, մի ճաշի գդալ աղեն գցել ջրի մեջ։ Հիմա լցնում եմ մեր պաստան, եռացրած ջրի մեջ, 10 րոպե, եռալուց հետո կհաշվեք։ Հիմա մեր պաստան արդեն պատրաստ է։ Հիմա անցնում ենք սոուսի պատրաստմանը։ Վերցնում եմ հիմա ձիթապտղի յուղ, արդեն մեր տափակը տաքացրել եմ ու սիրելիներս պետք է սարքեմ սոխառած, բայց սոխը արդեն ճորկել եմ, որպեսզի մեջը չերևա, որ սոխ եմ գցել, սիրելիներս։ Շուտ հիմա սա տապակեմ։ Սոխը տապակվեց, հիմա լցնում եմ հավի կասկամիսը։ Տապակեմ, պետք է սա է նույնպես տապակեմ։ Հիմա սոխն ու հավի կասկամիսը տապակվեցին, գցում եմ մեր բազիլիկումը, ասել եմ 2 ճաշի գդալ բազիլիկում եմ լցնում։ Հիմա բազիլիկումը արդեն լցրեցի, լցնում եմ սունկը, այդ բոլորը իրար հետ նորից տապակեմ։ Հավը, սունկը արդեն պատրաստ է, հիմա լցնում եմ արդեն կատնային սերուցքը։ Սա եփվելու է շարունակությունը սոուսի մեջ։ Հիմա վերցրել եմ 400 մլ կատնային սերուցք եւ վերցնում եմ 400 մլ կաթ։ Հիմա լցնում եմ մի քիչ աղ, ասեմ մի թեյի կտալ աղ, հետո կնայեմ համը ու ձեզ կասեմ։ Մինչև հիմա աղ չէին գցել։ Հիմա գցեմ մի կես թեյի կտալ սխտոր, սրանով բավարարվենք։ Եթե դուք ցանկանում եք շատ, ուրեմն գցեք շատ։ Ժողովուրդ ջան, եթե դրոցից եկա մեջը, այդ մեր հարևանը գործ է անում, հիմա չգիտեմ, երևի լսվի, կներեք ինձ, գործ է անում մարդը։ Ձեզ բոլորի ծանոթ է մանդամինը, էդի սոուսը պնդացնող փոշի է, բոլորը գիտեք արդեն, ես պատրաստել եմ և ասել եմ ձեզ, եթե ով չունի մանդամին տունը, այս փոշիից, թող վերցնի ալուր, մի քիչ կաթով ալուրը պատրաստի, մի քիչ կաթի մեջ ու հետո լցնի սոուսի վրա։ Հիմա ես լցնելու եմ 1, 2 թեյի գդալ պնդացնող փոշիից։ Հիմա սոուսը մի քիչ ջրիկ է, հիմա կնայեմ, եթե այդ 2 թեյի գդալը բավական չէ, 2 էլ կավելացնեմ, իսկ եթե չէ, ես ձեզ կասեմ, որ բավական էր։ Սա արդեն պետք է պնդացնի։ Անուշ շատ համեղ սիրելիներս, անմահական իսկականից անմահական համ ունի։ Ժողովուրդ ջան, ընտիրություն է, ընտիրություն։ Նայեք, տեսեք, որ արդեն ինքը պնդանում է, սոուսը վերցնում է իրեն իսկական տեսքը, այն ինչ որ պետք է լինի։ Տակ ջան, բա ոնց հասկանք, որ արդեն պատրաստ է։ Բալես, այսպես խառնում ես մի հատ, հետո տեսնում ես, որ սոուսըդ արդեն իր իսկական խտությունն ունի, հետո համ տեսում ես, եթե համը զգում ես բոլոր բաղադրիչների համը զգում ես, ուրեմն սոուսը պատրաստ է, սունկը պատրաստ է, հավի կրծքամիսը պատրաստ է, ու սոուսիդ համն էլ տեղին է։ Նայում եք, եթե սիրում եք նորից եմ ասում շատ սխտորով, ուրեմն գցեք շատ սխտոր։ Ես շատ քիչ եմ վերցնում։ Նայեք, տեսեք ինչ գեղեցիկ գույն խտությունը, որովհետև
Ձեզ կցուցադրեմ ինչպես եմ մատուցելու։ Սա չեմ լցնելու ամբողջ պաստայի վրա, ոչ, սիրելիներս։ Մատուցման պահը կցուցադրեմ ձեզ։ Ուրեմն ձեզ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, պաստան, սա ինչ ունեի տանը այդ պաստանա, բայց նորմալ պետք է վերցնեի երկարապաստաներից մի քիչ լայնոտ, բանդ նուդլա կոչվում, մի քիչ լայնոտ, դա պետք է վերցնեի, բայց հաջորդ անգամ, եթե ցանկացողներ կլինեն կամ եթե դուք ցանկանում եք, վերցրեք այդ երկարապաստաներից։ Հիմա համտեսում եմ։ Mamma mia, delizioso, սիրելիներս, ընտիրություն, համեղություն, անմահական, ասեմ իմանաք, այս պաստայով էլ շատ համեղ է, մեզ ինչ է մնում սիրելիներս, մնում է պատրաստեք ռոզատատիկի բաղադրատոմսով և համտեսեք և ասեք ինչպիսին էր այսօրվա իմ աշխատանքը, սիրում եմ ձեզ, սիրենք իրար, լինենք միասին, մնում է հետևել, հավանել և տարածել, մնացեք ինձ հետ։